Բառնախառը շատ հետաքրքիր բան նշեցիք, ասացիք արտաքին քաղաքականության էլիտան եւ ավելի լայն հասարակությունը։ Սրա նորից անդրադառնալու եմ, հարցնելով, թե որքանով է հետաքրքրված լայն հասարակությունը Հայաստանում արտաքին քաղաքականությամբ, որքանով են նրանք հետաքրքրված, որքանով են նրանք հետևում, որքան հարցեր եք ստանում երիտասարդներից, ուսանողներից։ Այդ հարցին կանդրադառնանք։ Իմ հաջորդ հարցը հետեւյալն է. Սփյուռքի հետ է կապված։ Երբեմն իմ հարցերը կարող են կողմնակալ հնչել, քանի որ Հնդկաստանը մեծ սփյուռք ունի եւ Հայաստանը մեծ սփյուռք ունի եւս։ Նրանք արտաքին քաղաքականության ակտիվ կարող են դիտարկվել։ Կարևոր գործիքներ, որքան է նրանց կարծիքը կարևոր, երբ դուք որոշումներ եք կայացնում, երբ դուք Հայաստանում ձևաչափեր եք մշակում, որքանով եք հաշվի առնում սփյուռքի կարծիքը, ինչ դուք մշակում եք ձեր արտաքին քաղաքականությունը։ Հետաքրքիր արտահայտություն կա, որը շատ հաճախ է օգտագործվում այս օրերին, նկարագրելիս ցանկացած հարաբերություն, բարդ է, անգլերենում complicated, բարդ է։ Այո, ունենք մեծ հայկական սփյուռք։ Այո, կարևոր գործիք է դա, մեր հայրենակիցներն են, բայց բոլորս էլ պետք է հասկանանք, որ նրանք քաղաքացիներ են տարբեր երկրների, եւ նրանց տեսակետները ուղղակիորեն հնարավոր է չհամընկնեն նրանց այլ երկրում բնակվող քաղաքացիների հետ։ Օրինակ, Միացյալ Թագավորությունում բնակվող հայերը, Ավստրալիայում բնակվող հայերը, Միացյալ Նահանգներում բնակվող հայերի քաղաքացիների հետաքրքրությունը շահերը վստահ չէ, որ համընկնեն Ռուսաստանում բնակվող հայերի հետաքրքրությունների հետ համընկնեն։ Եվ մեկ բան, որ շատ ավելի կարևոր է, վստահ չէ, որ այդ տեսանկյունները սփյուռք հայերի միգուցե չհամընկնեն եւ կարիքների շահերի ու հետաքրքրությունների հետ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հայերի հետ։ Այն հայերը, ովքեր բնակվում են այստեղ, որոնց բնակավայրը Հայաստանի Հանրապետությունն է։ Մենք շատ անկեղծ քննարկում ենք ունենում այսօր, ես շատ անկեղծ կլինեմ։ Երկար ժամանակ է եւ մենք պետք է հասկանանք, որ սփյուռքի մի զգալի հատվածը նրանք վերապրողների, հայկական ցեղասպանության գոյատևողների, վերապրողների սենունդերն են։ Նրանք պետք է փախչեին, ապաստան հայցեին, կարողանային իրենց կեցությունը ապահովել այս բայդից շատ ավելի հեռու։ Ուստի նրանցից շատերը, սփյուռքահայերից շատերը կարծում են, որ նրանք ուզում են տեսնել ավելի մեծ Հայաստան, պատմական Հայաստան, մի Հայաստան, որը որ գոյություն ուներ, որ իր փառահեղ անցյալն է ունեցել, հարուստ անցյալն է ունեցել, բայց այսօր դա արդեն երազ է, դա իրական Հայաստանը չէ։ Մենք Հայաստանի Հանրապետությունում այսօր ապրում ենք այս կոնկրետ տարածաշրջանում, այս հստակ տարածաշրջանում ենք ապրում, հստակ այս հարևանների հետ ենք ապրում մենք հիմա, եւ չենք ուզում մեր հաջորդ տասնամյակը, հաջորդ մեկ դար, հաջորդ հազարամյակ ապրել կռվելու հարևանների հետ, ավելի մեծ թվով զոհեր տալու մարտադաշտում, ավելի կորուստներ ունենալու, ովքեր փախուստ կտան մարտադաշտից, հակամարտությունից եւ ապաստան կհայցեն, լուծումներ կգտնեն, այլ երկրներում, այս առումով տեսակետները եւ կարիքները քաղաքացիների, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կարիքները կարող են տարբեր լինել նրանց կարիքներից, ովքեր սփյուռքում են։ Սա հետաքրքիր հարց է, հետաքրքիր ու կարևոր հարց է, որը մենք պետք է խորապես քննարկենք եւ խորապես հասկանանք եւ անշուշտ պետք է լուծում գտնենք։ Ավելի քան վստահ եմ, որ այս լուծումը գալիս է եւ ես տեսնում եմ ավելի ու ավելի ազդակներ եմ նկատում սփյուռքահայերից, որ նրանք հիմա սկսում են հասկանալ, թե այս իրական Հայաստանի Հանրապետությունը ինչ կարիք ունի եւ ավելի աջակցող ձայներ ենք լսում սփյուռքից։ Կարծում եմ միշտ պետք է հավասարակշռող քայլեր ձեռնարկել, ներառելու նրանց այն հարցերի շուրջ, որոնք էական կարևոր են Հայաստանի համար, դա կարող է լինել տեխնոլոգիական ներդրումներ, մասնավոր ոլորտ եւ միևնույն ժամանակ քննարկումներ ունենալ, թե ինչպես ապագայի քաղաքականությունը կարող է տարբեր լինել այն երազանքների Հայաստանից, որը կարող է տարբերվել։ Բայց ցույց անդրադառնալ այն հարցին, որը մի փոքր առաջ սկսեցի։ Դուք ասացիք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները որքանով են նրանք հետաքրքրված արտաքին քաղաքականությամբ։ Երիտասարդները որքանով են հետաքրքրված։
Ավելին չի կարող լինել, այսպես ասեմ։ Գրեթե ամեն քաղաքացի, երիտասարդ, տարեցները, բոլորը ակտիվորեն ներգրավված են Հայաստանի արտաքին քաղաքականությամբ։ Սա առաջին թեման է, որ քննարկվում է, ամենաթեժ թեման է, որ քննարկվում է խոհանոցներում, ցանկացած հավաքույթներում, հանրային մակարդակով, քանի որ գիտեք, մարտահրավերը գիտեք ինչումն է։ Այն իրադարձությունները, որ տեղի ունեցան։ Այն իրադարձությունները, որոնք տեղի ունեցան այստեղ Հայաստանում եւ Հայաստանի շուրջ վերջին 3-4-5 տարիների ընթացքում վճռորոշ էին։ Եվ այն ուղին, որով մենք անցանք, բարդ է, բայց արդյունքում ամեն մարդ ավելի ներգրավված է։ Մենք Իշխող ուժը հիմա Հայաստանի Հանրապետության արկա կառավարությունը, որը ղեկավարում է վարչապետ Փաշինյանը, առաջարկում են լիովին մի այլ անսովոր, արտասովոր տեսլական Հայաստանի Հանրապետության համար։ Սա պետք է հաստատվի քաղաքացիների կողմից, պետք է որդեգրվի այն քաղաքացիների կողմից։ Մենք ունեցանք արտահերթ ընտրությունները տարիներ առաջ, հիմա հունիսին եւս կունենանք հաջորդիվ ընտրությունները, եւ առաջին թեման, որ քննարկվում է այս ընտրական արշավների ընթացքում, դա խաղաղությունն է, խաղաղության օրակարգն է, բոլոր քաղաքական գործիքները, բոլոր կուսակցությունները, բոլոր քաղաքացիները Հայաստանի Հանրապետության պետք է նրանց որոշումը կայացնեն այս համատեքստում, որը մենք առաջարկում ենք։ Հնդկաստանում մենք տեսել ենք, որ երբ ինչ-որ հարց է տեղի ունենում արտաքին քաղաքականության հետ, Չինաստան, ԱՄՆ, Միջին Արևելք, ամեն մարդ փորձագետ է դառնում, ամեն մարդ իր կարծիք ունի եւ ամեն մարդ փորձագետ է դառնում, մասնագետ է դառնում եւ հիմա շատ այդ հավասարակշռը դժվար է թե ներգրավել հասարակության հետ, բայց նաեւ որոշումներ կայացնել, որը պետք է այդ երկրի համար, այսինքն հանրային կարծիք կա, բայց նաեւ որոշումներ կա, որ պետք է կատարել։ Ինչպես եք դուք հավասարակշռում այս երկուսը։ Գիտեք ինչ, Հայաստանում ունենք 3 միլիոն քաղաքացիներ, բոլորը նրանցից փորձագետներ են, COVID-ի հետ կապված, բոլորը փորձագետներ են, արտաքին քաղաքականության մասնագետ են, բոլորը նրանցից Ինչ թեմաներ են, ցանկացած թեմա որ կա եւ 3 միլիոն փորձագետ ունենք, որը գիտեք, սա յուրահատկությունն է 21-րդ դարի սոցիալական ցանցերի արդյունքում այս բոլորը տեսնում ենք։ Երբեմն անգամ դժվար է անգամ տարբերակել առցանց եւ իրական կյանքի միջև տարբերությունը տեսնել, բայց սա այն է ինչ ունենք։ Մի կողմից էլ սա լավ է, ներգրավվածությունը լավ է, սա ուղղակի ժողովրդավարության նշան է։ Հնագույն ժամանակներում ագորաներ կային, չէ՞, հնագույն Հունաստանում, որտեղ մարդիկ հավաքվում էին եւ քննարկումներ էին ունենում, հետագայում ունեցել են քանակվեներ, ընտրություններ, հիմա ունենք սոցցանցերը։ Այսինքն ինչ-որ առումներով սա եւս լավ է։ Մյուս կողմից օբյեկտիվ հիմքեր կա մասնավորապես Հայաստանի համար գիտեք։ Մեր կարգախոսը, այո, անցնելով փոթորիկների միջով, մենք անցել ենք այնքան շատ փոթորիկների միջով, ներքին փոթորիկների միջով ենք մենք անցել Հայաստանում։ Այս փոթորիկներից դուրս գալու ճանապարհը պետք է մանրամասնորեն քննարկվի եւ որոշումը պետք է կատարվի ոչ միայն իշխող ուժի վարչապետի կամ իմ, այլ պետք է լինի սա ամբողջ հասարակության որոշումը պետք է լինի։ Այո, մեկ հարց եւս եմ տալու արտաքին գործերի նախարարին եւ ապա ձեզ եմ տալու հարցերի հնարավորություն հարգելի ներկաներ, կարող եք ձեր հարցերը բարձրացնել, մենք բարձրախոսը ձեզ կմիացնենք։ Բայց դուք միշտ մտածում եք ձեր հարցերի մասին, թույլ տվեք ձեզ վերջնական մի հարց տալ, մինչեւ անցնենք տեսանի հարցեր։ Դուք դժվար աշխարհական իրավիճակներ եք նավարկում։ Իսկապես ձեր վերջին 2-3 տարին շատ բարդ է եղել, երբ վերաստեղծել եք, վերակազմակերպել եք, վերակարգավորել եք նոր դիրքավորումը Հայաստանը տարածաշրջանում, Հայաստան աշխարհում դիրքավորելով։ Դուք իսկապես ուզում եք մնալ, ինչպես եք անում դա։ Ինչ եք անում, որ առաջ նայեք, ինչ եք անում, որ դրական մտածողությամբ լինեք։ Չգիտեմ, միգուցե քայլում եք Երևանում, թե քննարկում եք ունենում եք այդ, որը ձեզ հետ համաձայն չէ։ Ինչպես եք ձեր միտքը բարձում ամեն հաջորդ օր, ամեն հաջորդ, երբ կան մի նոր նորություն, որ պետք է լուծել, մի նոր հարց, որ պետք է լուծվի։
Դե գիտեք, երբեմն տպավորություն եմ ունեցել, որ ես ապրում եմ հեռուստաշոուի մեջ եմ ապրում, եւ որի ամեն մի էպիզոդը մի նոր մարտահրավեր է, մի նոր կրիզիս է բերում, բայց գիտեք, բայց 2-3 տարուց արդեն ավել է 5-6 տարի է, բայց ամեն ինչ էլ կարող եմ նշել, մեր պատմությունը, այնքան շատ դասեր է տվել, որից դասեր ենք քաղել, երկար քայլեր Երևանում լավ գաղափար է, միգուցե փորձեմ զբոսնելու դուրս գալ Երևանում, շատ կոմպետենտ թիմ ունենք արտաքին գործերի նախարարությունում, խիզախ եւ կոմպետենտ քաղաքական առաջնորդություն ունենք, վարչապետ Փաշինյանը նրա տեսլականը եւ նրա խիզախությունը գրելու այդ պատասխանատվությունը ունենք, բայց այս բոլորը պատասխանի մի մասն են, բայց առաջին տեղ այս պատասխանում առաջինը դա հետեւյալն է, աղբյուրը նոր գաղափարների, լուծումների Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են, նրանց հետ մենք միշտ կապի մեջ ենք, մասնավորապես վարչապետը, անդադար ուղիղ կապի մեջ ենք մենք մեր քաղաքացիների հետ։ Նախկին խորհրդարանական արտահայտ ընտրությունների մասին խոսեցի, չէ, այդ ժամանակ խաղաղություն ունենալը կամ պարզ ինտուիտիվ կերպով զգալը խաղաղության կարիքը այս բառն անգամ ընտրարշավների ընթացքում չէինք օգտագործում մոտ 5 տարի առաջ։ Բայց երբ մենք սկսեցինք մեր այցելությունը տարածաշրջաններին, երբ քաղաքացիների հետ հանդիպումներ էինք ունենում, մեկ բան կար, որը որն ինչ-որ առումով առաջ եկավ, ծնվեց այս հանդիպումներից։ Քաղաքացիները մոտենում էին մեզ եւ ասում. ապահովեք խաղաղությունը, մենք խաղաղության կարիք ունենք։ Խաղաղությունը մի բան չէ, որ այս կառավարությունն է առաջարկել հայկական հասարակությանը, ոչ բոլորովին։ Սա այն բառն է, որ մենք հասարակությունից ենք սովորել, նրանցից ենք լսել։ Հրահանգը, հրամանը տրվել է, սա մանդատ էր, որ ժողովուրդը տվեց մեզ։ Հրաշալի է։ Ակնհայտորեն երևում է, որ ձեր միտքը պարզելու եղանակը դա թիմի եւ հասարակականների ժամանակ անցկացնել է, այո, ճիշտ եք։ Խնդրեմ, ձեր հարցերով կարող եք ուղղել շատ ձեռքեր կան, շատ բարի բարձրախոսներ կան, որ կարող եք հարցերի համար փոխանցել նրանց։